Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրավախախտ կառույց է, նրանք կոռուպցիոն հանցագործներ են։ Նիկոլը գոնել մի փուլում ազնիվ է գտնվել եւ ասել է, որ այս համակարգով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Հայտարարեցիք, որ միանում եք մեկ այլ քաղաքական ուժի հետ, եթե չեմ սխալվում։ Մեզ առաջարկվեց համագործակցել։ Արձագանքեց միայն դոկ կուսակցությունը։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է, այն կոչվում է Status Quo։ Այսօր ես հյուրընկալել եմ ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պավոլ Հարիկյան, պարոն Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Մենք այսօր մի փոքր անդրադառնանք այն եռուզեռին ըստիս, որը ըստիս փաստացի արդեն նախընտրական գործընթացները սկսել են, թեև օրենքով դա արգելվում է, բայց բոլորը մտել են այդ գործընթացի մեջ։ Եվ դուք էլ արդեն ակտիվորեն հայտարարեցիք, որ միանում եք մեկ այլ քաղաքական ուժի հետ, եթե չեմ սխալվում, կուզեմ փոքր հասկանանք, ինչ ուր եք հասել, ինչ ընթացքի մեջ է, ինչպես է գնահատում ընդհանրապես այս ամբողջ կատարվածը, կատարվողը։ Ընդհանուր քաղաքական գործընթացները մեզ չեն կարողանում ստիպել մոռանալ ստրատեգիական խնդիրները, նաև պատմական իրադարձությունները։ Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայաստանի անկախության կազմակերպության ստեղծման 60-ամյակը, մենք դրան ուշադրություն դարձնում ենք։ Այս տարի լրանում է 50-ամյակը պատմական փաստաթղթի, որը հայ ժողովրդի կյանքում ամենամեծ դերակատարություն ունեցած փաստաթղթերից է, գրվել է KGB-ի բանտում, ինչով եմ ասում կարևոր, դա փաթեթ էր ծրագրային, որը հետագայում կյանքի կոչվեց։ Ինչ վերաբերում է առօրեական խնդիրներին, ընտրություններին, մենք ունեինք եւ ունենք սկզբունքային մոտեցում, որ երբ որևէ ազգ իր թեկուզ մի որևէ հատվածով, երբեմն դա լինում է անհատի դեմքով, օրինակ շատ բաներ կա, մենք ասում ենք Նժդեհը, չէ՞, չենք ասում հայ ազգը, ասենք մինչև 20 թվականը փրկեց Զանգեզուրը օտարի բռնակալությունից։ Բայց դա մենք հասկանում ենք, որ Նժդեհն է արել, հիմքում ինքն է եղել։ Այնպես որ դրական բաները երբեմն ցավոք սրտի նաև բացասականը մենք եթե ազգային կյանքում կատարվում է, վերագրում ենք ազգին։ Հիմա երբ մեր ազգը ունի վաղուց շրջանառության մեջ դրված, ի վերջո եթե 16 քաղաքական ուժ հավանություն են տվել այդպիսի համակարգային փոփոխության, այդ պայմաններում գնալ Մուսոլինի ժամանակին իտալական ժողովրդին պարտադրած, հետո Նիկոլ Սերժ Սարգսյանի միջոցով հայ ժողովրդին պարտադրած եւ այն իր իրավաբան կոչված փոքրիկների անշնորհքների ջանքերով անշնորհք եւ ազգադավ կարող եմ ասել։ Հետո Նիկոլը դա ворթեգրեց արդեն 8 տարի եւ վայելում է կեղտոտ համակարգը, բայց ամենայն դեպս Նիկոլը գոնել մի փուլում ազնիվ է գտնվել եւ ասել է, որ այս համակարգով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Եթե Նիկոլը Նիկոլ լինելով գոնե այդքան ասել է, մենք ունենալով ինչպես ո՞րտեղին է դա ասել։ Դա գիտեք ասելուց շատ ավելին է։ Կառավարության ծրագրում 2018 թվականի Կառավարության ծրագրում գրված է մենք շուտապույտ կերպով պետք է փոխենք ընտրական օրենքը, համակարգ եւ այլն, որովհետեւ այս ընտրական օրենսգրքով կառավարության ծրագիրը համացանցում կա, եթե այլ տեղեր էլ կան իհարկե, եւ ասում եմ հնարավոր չէ։ Բայց հետո որոշեց, որ իրեն հարմար է ինչպես Սերժի կոստյումը, այդպես էլ այդ կոստյումից բխող համակարգը։ Ուրեմն այս տրամադրությունների պայմաններում, այսինքն ունենալով այդ բարձր գիտակցությունը, դու չես կարողանա քեզ թույլ տալ գնալ մասնակցել այդպիսի խայտառակ ընտրությունների, բայց քանի որ մենք նաև քաղաքական կուսակցություն ենք, ժամանակին ազգային անկախության կազմակերպությունն էինք միավորում, հիմա քաղաքական սովորական կուսակցություն, մեր ջանքերով ստեղծված բազմակուսակցական համակարգում, մենք հայտարարելով, որ մենք չենք մասնակցելու այս խուժանությանը, միաժամանակ ասացինք, բայց եթե այս խուժանությունը ընտրություն կոչված միջոցառումը հնարավոր է օգտագործել համակարգային փոփոխությունների համար, որոնց հիմքում կլինի քաղաքացուն երկրի տերը դարձնելու իրավունքը, դա մեր սահմանադրությամբ, մեր տարբերակով հնարավոր, այսինքն եթե կլինեն քաղաքական ուժեր, որ դա կընդունեն, մենք նրանց հետ դաշինք կկազմենք։ Ես կարծում եմ, որ գոնե այն քաղաքական ուժերը, որոնք որ ժամանակին աջակցել են հավանության են արժանացրել, ասել են, որ կողմ են բացարձակ ժողովրդավարության սահմանադրության մեր նախագծին, առաջինը նրանք արձագանք են,
Բայց նրանցից արձագանք չեղավ, նորաստեղծ ուժերից նույնպես արձագանք չեղավ, ասեմ ճիշտ պատկերացնելու համար ժամանակին իրենց խնդրանքով սա ներկայացվել է ՀԱԿ-ին նախագիծը, ներկայացվել է Ժառանգությանը, ներկայացվել է ազգային ժողովրդավարական բևեռին, էլի քաղաքական ուժեր կարող եմ նշել, վերջերս ներկայացվել է Գուրգեն Սիմոնյանի կազմակերպած կրոր սեղան, այսինքն մարդիկ հետաքրքրվել են բավական ծանոթ են եւ բացառությամբ մեկ անձի, որին այլ ոլորտում հարգում են, բայց այդտեղ ինքը բարձվում է պարզապես գիտակ չէ։ Իր հիմնավորումը հետեւյալն էր, որ շատ կարեւոր է падգամավորների իրավավասարությունը։ Ձեր տարբերակում падգամավորները իրավավասար չեն։ Տրամաբանական է, բայց այդ մարդը չգիտի, որ աշխարհի որևէ սահմանադրության մեջ քաղաքացիների իրավավասարությունն է կարեւոր, որը կարող է անհավասար պայմանների մեջ դնել տարբեր ձայներ ստացած խորհրդարանականներին։ Թե չի առարկություն չի եղել եւ չի կարող լինել։ Մանավանդ որ սրանով Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, իսկ ժողովրդավարությունը մեր քաղաքակրթության գլխավոր արժեքն է, ու ասել ենք, որ պատրաստ ենք արձագանքեց դեմոկրատիա, օրինականություն եւ կարգապահություն, կարծեմ այդպես է, դոկ կազմակերպությունը։ Իրենց շտաբի պետ իդեմս Լևոն Բաղդասարյանի նրա կողմից ասվեց, որ իրենք ընդունում են, որ դա կարող է լինել ոչ միայն իրենց համար, դե անձամբ Լևոն Բաղդասարյանի համար ես գիտեմ, որ դա ինքը որպես իրավագետ, մասնագետ, գիտնական շատ անգամներ էր ասել, որ դա կարող է փրկության բանալի լինել։ Մեզ առաջարկվեց համագործակցել։ Այսինքն մենք հրապարակային համագործակցության կոչ եղեցինք բոլոր քաղաքական ուժերին, արձագանքեց միայն դոկ կուսակցությունը։ Դե արձագանքից հետո դու պետք է վերաբերմունք ցույց տաս, այմ նախագահությունը քննարկեց, շատ լավ հասկանալով, որ այդ բնույթի հարցերը նախագահության իրավասությունից վեր են, բայց մենք քննարկեցինք եւ բացառիկ արդյունքներ ստացանք, որ քանի որ մեր առաջարկն է, մենք չենք կարող մեր առաջարկը ընդունողներին ինչ որ բանով այլ հարցով հակադրվել։ Ուստի կային տարաձայնություններ, մերոնք ասացին այդ բոլոր տարաձայնությունները դնում ենք մի կողմ, մանավանդ որ ասպետական վարքեր ցույց տվել Լևոն Բաղդասարյանը, այսինքն եթե մեր կողմից երբևէ ինչ-որ սխալ բան է եղել, մենք ներողություն ենք խնդրում։ Խոսքս չի վերաբերում այնպիսի բաներին, ասենք ինչ-որ կեղտոտ էության անձինք ասում են, վայ, Հայրիկյանի հետ եք աշխատում, Հայրիկյան իր վրա կրակել է։ Այդ իդիոտները, այդպես ասեմ, որովհետև այլ կերպ հնարավոր չի ասել, չգիտեն էլ որ դադարություն է եղել, 3 հոգի բանտում են եղել, ես դրանց ներել եմ։ Խոսքը դրանց մասին չի, այլ ղեկավար դիրքերում գտնվողներից ինքը Լևոն Բաղդասարյանն առաջարկեց ինչ որ եղել է, այսինքն դա համահունչ էր մեր մոտեցմանը։ Հիմա վերջնական որոշումը իհարկե բանակցությունները շարունակվում են, որովհետև մենք չնայած որոշեցինք, որ պետք է մեր առաջարկին ընդառաջ եկած մարդկանց հետ հստակ որոշվեց, որ այո, իմաստոնի համագործակցել, մոռանալով մնացած այլ ամեն ինչ, եթե սա առաջնահերթություն է համարվում, այսինքն հիմնական խնդիրը։ Իսկ սրա հիմնական խնդիր համարվելն էլ միանգամից ասեմ, դա նշանակում է, որ 3-ից 6 ամսվա ընթացքում ընտրություններից հետո հաջողության դեպքում համոզելով նաև պարլամենտ անցած մյուս ուժերին, բոլորին, մենք ունենալու ենք նոր ընտրություններ։ Հիմա նախագահության դրական կարծիքից հետո վաղը մենք համագումար ենք ունենալու, որովհետև դաշինքի ստեղծման պայմաններում դու պարտավոր ես արդեն դաշինքի ցուցակը հաստատել։ Վաղը մեր համագումարը ոչ միայն է դաշինքի միասնական ցուցակը պիտի հաստատի, այլ նաև վերջնական վերաբերմունք պիտի տա, որովհետև համագումարը ղեկավար մարմինն է։ Քիչ առաջ այստեղ գալուց առաջ ինձ ասում էին, եթե համագումարը ասի որ համաձայն չենք, դե մենք ասում ենք պարտավոր ենք ենթարկվել։ Դա մեր 30-րդ արտակարգ համագումարն է։ Իսկ եթե հանկարծ ինչ-որ պատճառով համագումարը չկայանա, այդպեսի վտանգ կա, որովհետև մենք կարծում ենք շաբաթ օրը հանգստյան օր է։ Մանավանդ մարզերից 250 պատվիրակ կա, հանկարծ այսինքն նրանց գոնե կեսը պիտի ներկա լինի, ինչ-որ ասում եմ, դե դեպքում նախագահության ուժը, նախագահության որոշումը կարող է մնալ ուժի մեջ, բայց ցուցակը մենք պիտի հաստատենք համագումարով միասնական։ Այնպես որ բանակցությունները դեռ շարունակվում են, մեզ մոտեցան 3 մեր ցույցի ժամանակ, մենք 3 բողոքի ցույց էինք անում, շատ կարևոր բողոքի ցույց է, բայց նույնպես չեմ հասկանում մեր քաղաքական ուժերի, մյուս քաղաքական ուժերի անպատասխանատվություն չասեմ, տեղյակ չլինելը, որ տեսեք, արդեն սկսված է նախընտրական պայքար պետական կառույցները մանավանդ իրենց մակարդակով։
առիթներ են փնտրում տարբեր տեխնացուների, տարբեր խմբերի նկատմամբ։ Այսինքն արդեն սկսված է։ Եվ այստեղ ես նախապատրաստել եմ, ասեմ ուղղակիորեն, որտեղ իմ դիմումը երեկվան միջոցառումը, որին մի քանի տասնյակ մարդ մասնակցեց, բայց դա բողոքի ցույց էր։ Իմ նախաձեռնությամբ էր հրավիրված քաղաքապետարանը ես էի իրազեկել, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրավախախտ կառույց է, նրանք կոռուպցիոն հանցագործներ են։ Այսինքն, եթե նախընտրական բան է սկսվել, հակամարտություն, կարելի էր դա օգտագործել։ Եվ երեք մասնակցեցին երկու քաղաքական ուժեր, այլ քաղաքական ուժեր։ Մինչդեռ պիտի լիներ 20-ը, գոնե ընտրության մասնակցող բոլոր ուժերը պիտի գային ասեին։ Բայց դու ով ես։ Ահա Հայրիկյանը ներկայացրել է ապացույց, որ դու խախտում ես կուսակցությունների մասին ընտրական սահմանադրական օրենքը, ներողություն ոչ։ Եվ դա մեր օրենքն է, այսինքն մեր կուսակցությունների ընտրության մասնակցող ուժերի օրենքն է։ Դու Փաշինյանն է խախտում, հա։ Այո, շատ ակնհայտ ձևով։ Բանը հասել է այնտեղ, որ արդեն դատախազությունը խախտելով օրենքը չկարողացավ պատասխանել։ Անցյալում ասում էր փաստեր չկան, կամ ուղարկում էր քննչական կոմիտե, հիմա ոչինչ չարեց։ Ամսի 16-ին մեզնից ստացած դիմումը մարտին մեղադրանք հաղորդումը ոչ ընթացք է տալիս, ոչ էլ գործ է իրականացնում։ Սա է պատկերը։ Ինչպես է ընտրական սահմանադրության օրենք, ինչպես եք դուք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Կուսակցությունների մասին։ Դրա 21-րդ հոդվածի 5-րդ կետը մասնավորապես, որտեղ գիտեք օրենքում նշված է, որ սա երաշխավորն է Հայաստանում ժողովրդավարության։ Եվ մի բան է ընդհանրապես ասում, երբ դու կուսակցությունից ստանում ես անհատական կամ խմբային նամակ, դու պարտավոր ես քննարկել։ Իրենք փոխանցեցին Նիկոլ Փաշինյանը այդ նամակները փոխանցում էր ցրում էին, վերջից մենք ցույցերի ուղեկցությամբ արեցինք եւ Արդարադատության նախարարությունը ստիպված եղավ գրել, որ մենք ստացել ենք վարչապետի ձեր փոխանցած նամակը, մենք նկատի կունենանք ձեր առաջարկները։ Դա օրենքի կոպիտ խախտում է, որտեղ օրենքը ասում է ոչ թե նկատի ունենալ, այլ քննարկել։ Ու դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին։ Հա, մի անգամից ասեմ, որ հաջորդ 5 շաբթի, ամսի 23-ին, ապրիլի 24-ից մի օր առաջ, ժամը 5-ին, 5 շաբթի 5, երկու հիշվող բաներ են, կառավարության դիմաց արդեն ակնկալում են ոչ թե 3 քաղաքական ուժերով կլինենք, այլ գոնե 30, թեկուզ ամեն մեկից գա 3 հոգի։ Եվ պետք է բողոքն արտահայտել նախ մենք մեզ ցույց տանք, որ այսօր ընտրական գործընթացը վերահսկող պետական համակարգը ըստ էության ինքը խրված է կոռուպցիայի մեջ, այդ դեպքում իրենք ինչպես իրենք են սկսել նախընտրական միջոցառումները, այդպես էլ մենք պարտավոր ենք, մեր օրինականը հիմնավոր։ Եվ նաև աշխարհին պետք է ցույց տալ, որ այդ պատրաստում եք սրան օգնել, բայց գիտեք սա ով է։ Ինչևէ։ Պարոն Արկյան, դուք խոսեցիք դոկ կուսակցության մասին, այստեղ խնդիր կա, որ նա ղեկավարին կարող են բաց չթողնել եւ նա դեռևս մնա բանտում, սա արդյոք չի խանգարում գործընթացներին, որքանով դա կնպաստի ռեյտինգներին եւ ձայներ հավաքելուն կամ հակառակը։ Ես քիչ առաջ, այստեղ գալուց առաջ խոսել եմ իրենց շտաբի պետի հետ, քիչ առաջ որ ասում եմ այսօրվա ընթացքում խոսել եմ եւ ինքն ասաց, որ մենք երբ ինչ որ բան անում ենք, որում կարող է հակասություն առաջանալ, վերապահում ենք գրում։ Հիմա օրինակ վաղը մեր եթե ցուցակը քննարկելիս պիտի դրան անդրադառնանք, որ եթե դուք կգտնեք, որ սա խախտում է, ուրեմն այսինքն այս անձի անունը հանեք ցուցակից։ Իսկ մինչ այդ քարոզչական փուլում դա խանգարել չի կարող։ Օրինակ ես մի քանի երկրների քաղաքացիություն եմ ունեցել եւ առաջին անգամ երբ ընտրվել եմ պետական համակարգում, ընդհանրապես Հայաստանի քաղաքացիություն չեմ ունեցել, բայց ընտրվել եմ։ Հիմա դա օրենքի խախտում էր այն ժամանակ, բայց պետական իրավական համակարգը հաշվի առավ, որ Հայրիկյանը իր կամքով չի գնացել։ Իրեն հատուկ օթանավով, ձեռնաշղթաներով 8 չեկիստների ուղեկցությամբ տարել են Եթովպիա։ Դա հաշվի առան եւ առաջին նախագահական ընտրություններում եւ խորհրդարանական ընտրություններում երբես հերակայ է ընտրվում։ Հետո մյուս նախագահական ընտրություններում դա գործել է։ Հիմա երբ ես ասում եմ, որ ես այնքան կարևոր եմ համարում այս համակարգի ընդունումը մեր ժողովրդի կողմից, մանավանդ մի բան, որ Հայաստանին դարձնելու է բացառիկ երկիր, այսինքն սա հերթական ներդրումն է, սկսած ասել եմ ուրիշ անգամ, բայց կրկնելն ավելորդ չի։ Դրախտավայրը Հայաստանում է, Նոյանտապանը Հայաստան է գալիս, համակարգորեն քրիստոնեական արժե համակարգը առաջինը Հայաստանն է որդեգրում, այդ առաջինը Հայաստանի որդեգրած արժե համակարգը դառնում է այսօրվա քաղաքակրթության հիմքերի հիմքը եւ ելի նույն Հայաստանը գալիս ասում է
մենք այդ համակարգը դարձնում ենք կատարյալ։ Խտրականությունը քաղաքական ոլորտում, այսինքն ազգերի մարդկանց ինքնորոշման ոլորտում դրիվ վերացնում ենք։ Ու ես կարծում եմ, որ դա այնքան կարևոր բան է, ես ասացի ոչ աթոռ, ոչ ընտրություններում ինչ-որ տեղ զբաղեցնել, ոչ պետական համակարգում այլ նպատակ, այլ ծրագրեր։ Գիտեք, ես ունեմ հատուկ մոտեցումներ եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ մեր ազգային արժեքների, իրենց ազգային կոչող տկարամիտները, փոքրիկները չեն կարողանում բոլշևիկյան ուղղագրությունից հրաժարվել։ Այմականները բոլորը գրում են Մալխասյանցի, Աճարյանի, Մխիթարյանների լեզուն նույնն է, բայց գրում են այն ուղղագրությամբ, որը երբ դու գրում ես, սեր բառը տեսնում ես, գրաբարում 5-րդ դարում էլ գրված սեր, հասկանում ես, սա կաթի սերն է, որտեղ եչով է գրված։ Էով է գրված, սա զգացմունք։ Շատ այդպիսի բաներ կան։ Գետը գիտությունն է, եթե էով է գրված։ Ինչևէ, այդ բոլորը կարևոր են ինձ համար, ես կուզեմ այդ ուղղությամբ աշխատել, բայց մի այնպիսի համադարման հարց կա, որին ծառայելը ես համարում եմ ինքնինովական խնդիր, դրա համար հենց սկզբից ասեցի, համել որպեսզի մրցակցության գաղափար չառաջանա, դաշինքը ստեղծում ենք եւ այդ դաշինքում իմ անունը չկա, բայց իմ մարդիկ պիտի լինեն։ Ավելին գնացինք պատրաստակամության, ասում ենք տեղերի հարց էլ որ կլինի, տոկոս եւ այլն։ 1/5-ն էլ մեզ հերիք է, որովհետեւ դուք արդեն մեր դաշնակիցն եք։ Նրանք ովքեր միանում են այս դաշինքին, նրանք մեզնից ոչ պակաս ասում են առաջնահերթություն է բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ընդունումը։ Համադրությունը Նիկոլ Փաշինյանը եւս ուզում է փոխել, բայց կարծեք ոչ թե ձեր առաջարկած տարբերակին, այլ փորձում է ուղղակի հանել անկախության հռչակագրի մասին հղումը, դեռ մնացած փոփոխությունների մասին չգիտենք, ըստիս այնտեղ որոշակի անդրադարձ կլինի հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին վստահաբար, այսինքն ինչ-որ մի բան իրեն կփոխեն այդտեղ, չեն թողնի այդպես կփոխեն էլի շատ բաներ եւ ըստ էության մենք կունենանք ոչ թե ավելի ժողովրդավարական, այլ ավելի չեմ ուզում ասել ադրբեջանական, բայց ոչ այդքան հայկական շահերից բխող սահմանադրություն, ավելի վատ կլինի, քան այս եղածը։ Իդեպ ասեմ, երբ մենք Նիկոլ Փաշինյանին 3 մեղադրանքներն էինք ներկայացնում, դրանց թվում կա նաև ինքնիրավչություն։ Դա լուրջ մեղադրանք է, նույնպես կոռուպցիոն հանցագործություն։ Վարչապետը իրավասություն չունի, ուղղություն տալու մասնագիտական որևէ ոլորտի մասնագիտական հանձնաժողովին ինքը կարող է կարծիք հայտնել, բայց մեր էս մոլագարը այլ կերպ չեմ կարող ասել։ Ծանոթացավ մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգին, իր բառերն եմ ասում, կա հայեցակարգը, ես ծանոթացել եմ, հայեցակարգը պիտի հրատարակված լիներ։ Ուրեմն կասկածելի է, եղել է թե ոչ։ Ասում եմ, եւ ծանոթանալով այդ հայեցակարգի հետ, մասնագետների տվածը փոփոխությունների վերաբերյալ։ Միաժամանակ ինքը ծանոթ է եւ հրապարակավ հնչեցրել է Սահմանադրական դատարանի որոշումը, որ մեր հռչակագիրը անկախության չի հակասում միջազգային դրույթներին։ Դա էլ իմանալով հանդերձ, մեկ էլ ասեց, ես կարծում եմ, որ նոր սահմանադրություն պիտի ունենանք։ Այ փոքրիկ, դու կարող ես քո կարծիքդ գոնե քո կնոջը բացատրել։ Չէ, բա դու 3 միլիոն մարդու ասում ես, ես կարծում եմ, դու ով ես։ Քո կինը մեզ ցույց է տվել, թե դու ով ես։ Ով տխմարաբար քեզ գալիս հավատում է, մոռանում է, որ քո կինը այս ծանր օրերին, վճռական օրերին, նաև քո քաղաքական կարիերայի համար քո վրա թքել է։ Ես իրավունք չունեմ անտեսելու դա։ Ինչ սանձնական հարց չի, ես գնահատականի մասն եմ խոսում։ Հիմա բարեբախտաբար ինքը արդեն ձախողվել է իր նոր սահմանադրության նախագծում։ Կարծում եք։ Արդեն ձախողվել է, որովհետև մարտ ամսից արդեն անցել է, չէ՞։ Պիտի հրապարակած լինեին։ Նոր սահմանադրություն չեն ուզում, որպեսզի նախընտրական տրամադրություն չկարողանան։ Երբ արդարադատության նախարարը ասում է, երբ վարչապետն ասում է, որ մարտ ամսին կլինի պատրաստ նոր սահմանադրության նախագիծը, դա պետք է հրապարակվեր։ Իրենք հայտարարեցին որոշ մասեր ընդհանուր առմամբ պատրաստ է, մենք դեռ կուսակցական մակարդակ ենք քննարկում։ Կուսակցական մակարդակով ինչ ուզես կարող ես միշտ քննարկել, բայց երբ դու պետական մակարդակով քո կուսակցությանը տալիս ես մի նախագիծ քննարկելու, չես տալիս մյուս կուսակցություններին, դու այն վատ բառերը չեմ ուզում ասել, եւս մեկ հանցագործություն ես կատարում, որովհետեւ քաղաքական կուսակցությունների իրավահավասարությունը օրենքի պահանջ է։ Ինքը արդեն ձախողվել է, բայց ես ասեմ, ես մի փոքր երևի ավելի եմ տեղյակ, թե հատկապես ինչ որոշումներ են ընդունել, մի փոքր քայլ կատարված է իրենց այս նախագծի մի քանի դրույթներում, որոնք որ պատրաստ են։ Մասնավորապես Մուսոլինիից եկած կայուն մեծամասնության դրույթը հիմա իրենք անմիջականորեն չեն օգտագործում։ Օրինակ այս ընտրություններում դեռ կօգտագործեն։
Այսինքն որ քաղաքական ուժը որ մի քիչ, ասենք ստացավ 15%, մյուսները ստացան 11-12%, այդ 15%-ին գալիս է ձայների հսկայական քանակություն, որպես առաջանա իբր կայուն մեծամասնություն։ Բայց ըստ իրենց նախագծի, եթե առաջին փուլում կայուն մեծամասնություն ձևավորել հնարավոր չի լինում, չեղյալ են հայտարարում նոր ընտրություններ են կազմակերպում։ Ըստ մեր գործողորենքի։ Չէ, ըստ իրենց այդ նախագծի, որի վրա աշխատում են։ Մեկ էլ այնտեղ բան է ավելացված, իրենց կարծիքով մեծ դրույթ է, առաջի սահմանադրության մեջ եղել է երթվյալ ատենականների կառույցի ընդունումը։ Այնտեղ նոր բաներ չկան, այսինքն դեպի ժողովրդավարություն տանող որևէ բան չկա։ Եվ մեր առաջարկները, որոնց մասին պաշտոնական նամակով տեղեկացրել են, որ մենք հաշվի կառնենք ձեր առաջարկները, ոչ մեկը հաշվի առնված չի։ Այնտեղ ազգային անվտանգության տեսակետից բավական լուրջ հարցեր կան։ Այսօր զարմանալի է, գիտեք ինչ, որ շատ հարցերում տարաձայնություններ ունեն, չէ՞, ընդդիմադիր ուժերը, բայց ընդդիմադիր ուժերը աշխարհի բոլոր երկրներում ունեն մեկ ընդհանրություն։ Ընդդիմադիր նշանակում է ինչ որ կա այսօր իշխանություն, դրան դեմ ենք։ Բայց գոնե հանուն դրա չեք կարողանում մի օր համախմբվել։ Դրա համար ես երեք որ տեսա, որ մեզ միացել են եւս երկու քաղաքական ուժեր, ուրախացա ինչ բանով, որ տեղ սկսում է սառույցը կոտրվում է։ Այս հաջորդ 5 շաբթի օրը ես սպասում եմ, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, որոնք իսկապես ընդդիմադիր են, այսինքն դեմ են այսօրվա իշխանության խայտառակ գործողություններին, ոչ թե Մարտ Նիկոլին, Մարտ Աննային, չէ, դա այլ հարց է։ Կարող ենք ինչ-որ բաներ ասել, խոսել, բայց մարդը իր կանոններով ապրում է։ Այլ քաղաքական միավոր Նիկոլ Փաշինյանին դեմ մարդիկ իրենց դեմ լինելը շատ հաճախ կարող է նաև ենթակայական, սուբյեկտիվ դրդապատճառներ ունենալ։ Մենք ասում ենք, սրանք խախտել են մեկ ասածի ինքնիրավչություն, իշխանության չարաշահում, անփութություն, որպեսզի հիմնավոր լինի, տեսեք։ Իշխանության չարաշահմամբ օրենքը, այն էլ սահմանադրական օրենքը կամայականորեն է վերլուծվում։ Իրեն տրված է քննարկելու, ինքը չի քննարկում, ուղարկում է Արդարադատության նախարարություն։ Այս անգամ արդեն փաստորով է չի կարող մերժել։ Արդարադատության նախարարությունը ստանալով ոչ միայն չի քննարկում, այլ մեզ գնում է մենք դե նկատի կունենանք։ Հետո արդեն պատրաստի փաթեթը փոխանցում են, բայց ինչ նկատի ունեցաք։ Դուք պիտի քննարկեք, ոչ թե նկատի ունենաք։ Գալիս է հաջորդը ինքնիրավչության մասին ասացի, ապօրինի աշխատավարձն, ապօրինի վարձատրություն տալը, ծանր հանցագործություն է։ Այս բոլորի հիմքով կամ այն, որ այսօր նախագիծը տվել են տարբեր կուսակցությունների, ավելի ճիշտ տվել են իրենց, բայց մյուս կուսակցություններին չեն տվել։ Հանցագործություն է, խտրականությունը, մեր քաղաքակրթությունը բացառիկ է նրանով, որ խտրականություններն են նվազեցնում։ 1900 տարի պետք եղավ, որ կանայք քվեարկելու իրավունք ստանան, օրինակ։ Հիմա մենք էլ գտել ենք վերացնել խտրականություն այն տեսակը, որը ընտրողին մեկին դարձնում է, եթե ունի ներկայացուցիչ պարլամենտում բարձր որակի ընտրող, նա որ չունի ներկայացուցիչ, խտրականության ենթարկված։ Ուրեմն այս երևույթների դեմ, այս փնջի, բացասական փնջի դեմ մենք 5 շաբթի օրը հավաքվելիս ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են ներկա լինել։ Կարծում եք կլինի այդ միավորումը։ Դե չէ, միավորում պետք չի այստեղ, սա բարոյա հոգեբանական միավորում է։ Եվ ով որ չգա, մենք կիմանանք, օրինակ չի գալիս, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանը, ասում ենք Ռոբերտ Քոչարյան, պարզվում է դու խաղում ես աթոռակռիվ ես տալիս։ Բայց իսկը բոլորին արդեն պարզ է ամեն ինչ, այդ նոր պիտի պարզվի թե ով է։ Այո, շատ բաներ նոր պիտի պարզվի։ Գիտեք ինչ կա։ Հավատը գործերով պատահական չի ասված։ Բոլորը խոսում ասում են, չէ՞, բայց մեր տերը, մեր ուսուցիչը, գլխավոր ուսուցիչը ասել է, որևէ մարդ ինչի ասում է, այլ բան է, գալիս է գործի պահը։ Կամ Սամվել Կարապետյան, ասում ես, որ դեմ ես եւ հավատում եմ, որ դեմ ես։ Դե արի ես իրավախախտման մասին միասին ասենք, որ քեզ դեմ ենք։ Առանձին են գնում, բայց միասին բոլորս քեզ դեմ ենք, որովհետեւ դու ամեն ինչից բացի ոչ միայն սուբյեկտիվ, այլ առարկայորեն, իրավաբանորեն դու կոռուպցիան հանցագործ ես։ Այսա պիտի միասին ասենք, եւ եթե 5 շաբթի օրը չգան, ես երևի դադարեցնեմ դրանց հավատընծայելը, որովհետեւ ասում եմ, ես միանգամից գրանցելու եմ Նիկոլի խամաճիկներ, Նիկոլի կամակատարներ, Նիկոլի այդ բազարների գնացած, առևտրի գնացած, կամ էլ Նիկոլից վախեցողներ։ Գիտեք, չէ՞ որ եթե մեկին ասեն կալանք է սպառնում, դա մարդի իրավունք ունի անանք ստանալու, զգուշանալու, բայց դա նշանակում է վախենալ իշխանությունների պարտադրանքներից։ Պարոն Հայրիկյան, շատ շնորհակալ եմ։ Մեր եթերի ժամանակը։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ նաև սիրելի բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, հաջողություն ձեզ։